Վերադարձանք, ում համերգին են գնալու, պաստորեն։ Արամեի ինչպես հիշում եմ։ Սա փոքրիկ գովազդներ, Արամեն գումար է վճարեց Տեթնելին։ Ինձ շնորհակալություն, շատ Կամ դեռ չի վճարել։ Ես կսած եմ։ Սրանց հետո պետք է վճարի, այո։ Մենք անցնենք առաջ եւ ներկայացնենք մեր հյուրին, ում հետ ունենք կրթական թեմայով շատ հետաքրքիր զրույց այսօր։ Չէ՞ որ կրթությունը շատ կարևոր բան է, թե Հայաստանի համար, մեր ապագայի համար, թե ամբողջ աշխարհի համար, եւ այսպեսով Սամվել Հովհաննիսյանն է մեր տաղավարում, մարդ, որը որ կյանքի ուղիները նրան բերեցին կրթական, այսպես ասած, ոլորտ։ Սամվել, գոհ եք այդ ամեն ինչ, թե չէ, որ կյանքի ուղիները բերեցին։ Հին հունական փիլիսոփակար կամ այդպիսի լեգենդ, որ միայն կյանքի վերջում կիմանաս գոհ էր թե չէ, դրա համար դժվարանում եմ պատասխանել։ Արաբրայանի նման սկսեցիք փիլիսոփաներից։ Փիլիսոփաներից, չէ, շատ հունական շատ հայտնի լեգենդ է, որ այդ գիտեք առաջի երկիրը կարծեմ հին հունական քաղաքների մեջ, քաղաքը Լիդիան էր կոչվում, ինքը ոսկի կոպեկներ էր չէ, ստեղծում, այսինքն ոսկի էին արտադրում կոպեկների տեսքով, թագավորը կանչում է իմաստունին եւ ասում է, ասա ինձ ով աշխարհի ամենաերջանիկ մարդը։ Այդ լեգենդն է, էլի ասում է, ո մի զորավար կար, ասում է, պատերազմի դաշտում մահացավ իր երկիրը պաշտպանելուց։ Ոնց ասում է, նա երջան, ասում է, բա ոնց ինքը կամ երկու եղբայր կային մայրիկին տարան աղոթելու հունական այդ Ակրոպոլիսում կարծեմ եւ մահացան, բայց իրենց իղձնեն էր որ մայրիկին տանեն այդ ամենալավ աղոթատեղին։ Իրանք երջանիկ են, ասում է, բա ես նայ հələ ոսկու սարերը։ Բայց գրեզս։ Ասում է նայ ոսկու սարերը, բան, ասում է, չէ, միայն ասում է կյանքի վերջում կիմանանք եւ դրանից հետո կարծեմ պարսիկները գալիս են եւ իրան սպանում են եւ ամբողջ ոսկիները։ Նրան սպանում է, այրում է եւ նա մնում է աղքատ եւ ոչ երջանիկ։ Գորի հետ զրուցելուց հաճելի մասն է, որ ամեն ինչ գիտի։ Եվ այսօր ամենակարևորը մեր բոլոր թեմաները գնում են դեպի կյանքի վերջ, չէ՞։ Այո, ամենասկզբից ասել ենք, որ դրախտն է բացահայտված։ ամերիկացի մի գիտնական բացահայտել է դրախտը։ Սամվել, ձեր համար ի՞նչն է դրախտը։ Երկրային կյանքի ընթացքում ունեք այդպիսի վայր, պահեր, միգուցե։ Եթե ես էնտուզիազմս չեմ կորցնում, դա ցանկացած գործում, կարևոր չէ, ասենք ֆուտբոլ ենք խաղում, եթե 5 հոգով ենք ու մի ընկերս ասում է, արդեն պարտվել ենք, էլ վերջ, ինձ թվում է ինքը այդ դրախտի վիճակից դուրս է եկել, մտել է նեգատիվի դաշտ։ Ես ասում եմ, չէ, հələ 5 րոպե կա, արի խաղանք։ Այդ 5 րոպեն եթե էնտուզիազմը կա, եւ ամբողջ կյանքի ընթացքում այդ էնտուզիազմը, եթե ցանկացած, այ հիմա մեր հերոստատիտողը կարող է նայենք, բոլորս ունենք աշխարհում խնդիրներ։ Տրամպից սկսած վերջացած։ Տրամպից վերջերս շատ խնդիրներ ունեցավ։ Գրենլանդիան բան, այսինքն Էփշտեյնը մարդիկ դրսից կարող է շատ երջանիկ թվան եւ խաղան, բայց բոլորս ինչ որ խնդրի հետ առնչվում ենք, առողջական լինի, ֆինանսը, ինչ որ մի բան բոլորիս կյանքում տեղի է ունենում։ Եթե էնտուզիազմը չես կորցնում, ուրեմն երջանկությունը ապահովված է։ Սամվել, այլ ընտրանքային կրթություն։ Եկեք խոսենք, թե ինչ է սա, ինչ առաջարկներ ունեք եւ ինչ փորձ ունեք, որով մեզ հետ կկիսվեք այսօր։ Գիտեք, այլ ընտրանքային ասելով այնքան պատասխանատու հարց եք տալիս, մեր կազմակերպությունը ընդհանրապես զբաղվում է երեխաներին դպրոցից հետո կրթելով։ Դա մեր հիմնական, այսպես ասած, զբաղմունքն է կամ գործունեության տեսակն է, մեր աշակերտները գտնվում են արտերկրում։ Այն օրը շատ վախենալու փաստ էինք հաշվել, որ ես մոտավորապես 11000 ծնողի լսել եմ հեռախոսազանգով։ Դա մոտավորապես են որ հոկեբանները վերջում գժվում են։ Շփվող անձնավորություն է Սամվել։ Այո, 7 տարում մոտավորապես որ բաժանես տարեկան, հա։ 11000 աշակերտ։ Միայն ես եմ լսել։ Միայն ես։ Իսկ առհասարակ այդ ինչքան աշակերտներ։ Դե ամեն տարի մի քանի հազար աշակերտ մեզ մոտ գալիս են, մի քանի հազարը գնում են, որտեղ դե process է, ձեր հերոսատեղը գուցե չիմանա, այդպիսի հարթակ կա կոչվում է դասաթու, գրվում է դասա եւ 2 թիվը։ Ցավոք մենք աշակերտներ վերցնում ենք միայն արտերկրից, բայց ուսուցիչներ վերցնում ենք Հայաստանից։ Հիմա այդ ընթացքում քանի որ ես արդեն աշխարհի տարբեր երկրների ծնողների հետ եմ խոսել, ես հասկանում եմ որ խնդիրները նույնն են ամենտեղ, երեխաները չեն ուզում սովորել, որովհետև չեն հասկանում ինչու սովորեն այդ հենց այդ որ ասում եմ էնտուզիազմը, եթե դուք որպես երեխա օրինակ չեմ, մեկը էնտուզիազմ ուներ, մարկա էր հավաքում, մեկը նամականիշ, մեկը չգիտեմ, դրոշմանիշ։ Այսինքն այդ էնտուզիազմը եթե սովորելու չկա, իսկ հիմա շատ դժվար է, մենք իրանց համատում ենք մեր հետ, չէ՞ որ մեր ժամանակ ես 40-ն անց եմ, չկար ինտերնետ եւ հեռուստացույցը ոչինչ չէր ցույց տալիս առանձնապես, այսինքն մեր բոլոր հետաքրքրությունները էկրանից անդին էին։
ասեք չլավ բառեր եմ օգտագործում։ Այսօր այդ բառը օգտագործել են էլի մեկ անդամ։ Այնպեսի որ մենակ դու գիտեք այդ բառը։ Օթից վերցրեցի էլ այդ բառը։ Հիմա, այսինքն մի քիչ լայն հարց է, դժվար է առավոտվա հաղորդման այս բարի արագ ֆորմատում դա պատմել, բայց կարծում եմ, որ եկեք այսպեսի ֆորմուլա սահմանենք, դա եռանկյունի է՝ ծնող, ուսուցիչ եւ երեխա։ Եթե եռանկյունու կտորներից կետերից մեկը վատ է աշխատում, օրինակ շատ ծնողներ կարծում են կարող են երեխային sense տալ քեզ, շպրտել բառը չեմ կիրառում, բայց երբեմն ասեմ, ոչ մի երեխուն դուք վերցրեք, ինչ ուզում եք արեք, բայց դա չի աշխատում, որտեվ երեխան զգում է, որ ծնողը, հասկանում եմ, ծնողներ կան զբաղված են, աշխատում են եւ տարբեր խնդիրներ էլի ունեն, բայց միևնույնն է, ես զգացել եմ, որ լավ, հատկապես ցավոք սրտի միայն մայրիկներն են 90% դեպքերում զբաղվում երեխաներով, հայրիկները ավելի զբաղված են աշխատելով, բայց եթե ընտանիքում այդ ծնողը ճիշտ ձևով կարողանում է մոտիվացնի իր աշակերտին, իր երեխային, ուրեմն ուսուցիչն էլ տեղում է այդ երեխաները իմ փորձը ասում է, օրինակ ես վիդեոզանգերով շատ եմ ծնողներ եւ երեխաներ տեսնում, եթե տեսնում եմ ծնող, որը որ ինչ-ինչ պատճառներով առանց մեղադրելու արհամարում է երեխայի խնդիրները, չտեսնելու եւ չլսելու եւ չիմանալու է տալիս, այդ երեխաների մոտ լիքը դժվարություններ կան։ Եթե ծնողը ներգրավված է, բայց ոչ չեմ ասում այսպես շատ արունախում վիճակով, այլ ճիշտ ձևով կառավարում է սովորելու process-ը եւ օգնում է ուսուցչին այդ երրակողմ կապը պատտվում է, անպայման այդ երեխաները հաջողության են հասնում։ Սամվել, այ շատ կարևոր բան բարձրաձայնեցիք, որը որ շատ դեպքերում մենք կամ փորձում ենք դնել մի կողմի վրա, կամ ասում ենք դե զբաղված ենք, վերջը։ Երեխան չի ուզում սովորել, որովհետև ինչ։ Ինչի՞ չի ուզում սովորել։ Ինչի՞ այդ հետաքրքրությունը չկա եւ ասում եք, որ այդ խնդիրը պրոբլեմը հայկական չի միայն, դա Հարավային Կորեայում է, Ամերիկայում, Չինաստանում, ամենուր։ Դե նորից էլի դա ինչ գլոբալ խնդիր է։ Ես ենթադրում եմ, որ մեր կյանքի զարգացման այս տեխնոլոգիայի զարգացումը մենք հիմա ինչ որ անցումային փուլում ենք, տեսեք մենք ինտերնետը սովորեցինք հազիվ, հիմա անցնում ենք հետո բջջային հեռախոսները զարգացան, սմարթ հեռախոսները, հիմա եկանք AI-ի դարաշրջանին, այսինքն միգուցե երեխաները մեզնից խելոք են, որ իրանք չեն ուզում սովորեն, որտեղ իրանք հասկանում են, որ այն սովորել ասածը, որ չէ, որ օրինակ տեսեք, առաջ մենք անգիր գիտենք, որ օրինակ Լենինի ծննդյան օրը, չգիտեմ, ապրիլի 22-ին է, պայմանական։ 1870 թվական։ Գիտենք այդ օրերը, որտեղ մենք դպրոցում դա անգիր սովորում ենք ԽՍՀՄ պատմությունից, բայց հիմիկվա տեմպում մեզ էլ նույնիսկ մեր սեփական ծննդյան օրը կարող է չհիշենք, ամեն ինչ հեռախոսի մեջ գրված է, ամեն ինչ ինքը հիշեցնում է։ Դրա համար միգուցե մենք այդ պետք չի իրենց մեղադրել, որ չեն ուզում սովորել, այդ անցումային փուլում ենք պիտի զգույշ լինենք, իրենց չխանգարենք եւ ասում եմ, եթե մոտիվացնենք, ընդհանրապես եթե ձեր ժամանակը հերիքում է, շատ արագ հետաքրքիր բան պատմեմ, միշտ իմ կրթությամբ ես մենեջմենտի տեսություն եմ սովորել ու շատ հետաքրքիր մի պատմություն կա մենեջմենտի տեսության ձևավորման մեջ։ Ուրեմն տեսեք, շատ երկար ժամանակ կարծում էին, որ օրինակ ցանկացած աշխատանք կազմակերպելու համար պետք է 3 ֆունկցիա ունենալ։ Պլանավորել այդ ամեն ինչը, այսինքն ունենալ պլան։ Ինչ որ պլան, չէ՞ պիտի ունես օրինակ առավոտվա ծրագիրը պիտի վարենք, դրա համար պետք է օպերատոր, ռեժիսոր, սցենարիստ, օգնական, հաղորդավար, հյուր։ Ինչ որ պլան է դա։ Երկրորդը պիտի դա կազմակերպել, այսինքն մեկը որ դա կազմակերպել եւ երրորդը վերահսկել, որտեղ դու կարող շատ լավ պլան ունես, բայց չես վերահսկում, ինչ ասես չի կատարվում։ Երկար տարիներով դա աշխատում էր, բայց վերջում պարզվում է, որ կա 4-րդ ֆունկցիան մենեջմենտի, որը ամենակարևորն է իմ կարծիքով, դա մոտիվացիան է։ Ու դա ոնց են հայտնաբերել ամենամեծ հիմնարկներից մեկում Ամերիկայի գիտական փորձ են դնում, որ հասկանան լույսը ինչքան իջացնեն, որ արտադրողականությունը, մի բան պատմեմ, որ գորը կարող է հույս ունեմ չգիտի, մի բան գոնե չգիտի։ Փորձենք։ Ուրեմն երկու խումբ են ձևավորում, սովորական եւ հսկիչ խումբը, եւ ուրեմն ինչքան լույսը իջացնում են, իրենց պատկերացմամբ ուզում են հոսանքի խնայում անեն, այնքան իջացնեն լույսը, որ տեսնեն այդ դետալը ինչքանի հատ կարտադրվի։ Եվ երբ որ հոսանքը իջնում է, այս մարդկանց արտադրողականությունը բարձրանում է, ասում եմ, մի րոպե, չպետք է որ հասնում են մթության, արդեն մութ է, բայց սրանք հələ ավելի լավ են արտադրում, գալիս են հոկեբաններ, արդեն կարծեմ այդ խումբը կոչվում էր Elton Mayo, այդ ղեկավարի անունը, եւ սկսում են սրանց արդեն հոկեբանով ուսումնասիրել, սոցիոլոգիայով պարզվում է, որ այդ բանվորները, սև բանվորներ, Դետրոյթում, ինչ որ տենց մի քաղաքում
ասում են մենք կյանքում առաջին անգամ մեր տնօրենին ենք տեսել։ Ինքը իջել է մեզ handshake արել ձեռքով մեզ բարևել է ու մենք այդ փաստից որ ամբողջ գործարանը սպասում է մենք քանի քիչ դետալ կարտադրենք, մենք այդ ոգեորությունից շատ դետալ ենք արտադրում։ Այդտեղից ծնվում է մենեջմենտի տեսության մեջ մոտիվացիայի տեսությունը, որը որ հազարավոր ճյուղավորումներ ունի, կա արդարության տեսություն եւ այլ շատ տեսություններ։ Ասենք եթե ես ու գոլեգաս նույն գործն ենք անում, ես ավելի շատ գումար ստանամ, ինքը ավելի քիչ, իր մոտիվացիան բարձր քիչ կնի, թե իմանա։ Կամ եթե ինձ քիչ են վճարում, միգուցե ես այդտեղ ծամոն կպցնեմ, վնասեմ սեղանը, որտեվ մտածում եմ, որ ինձ քիչ են վարձատրում։ Հազար ու մի տեսություն կա, հիմա չեմ կարող բոլորը պատմել, բայց ինձ թվում է, ինչպես եւ աշխատատեղում Դրանից հետո շատ հայտնի արդեն Մասլոյի բուրգը կա, այդ ամեն ինչը եկել է այդ գիտափորձից է, ծնվել է, հանգարց հայտնաբերվել է։ Եթե մարդը մոտիվացված չի, հիմա ինչ եք դուք այստեղ, որովհետև սիրում եք այս աշխատանքը, անհնար է 6 ամսից ավել չսիրելով ոչինչ ոչ մեկ չի անում։ Այո, ավելի լավ է ոչինչ չանես, քան թե չսիրելով։ Ուզում եմ ասել, ես բերում եմ ձեր հարցի պատասխանին, որ երեխաները չեն սիրում, որտեղ իրենք ունեն մոտիվացիայի պակաս։ Ինչպես մոտիվացնել, դա էլ ամենաբարձ գործն է։ Որտեղ է այդ մոտիվացիայի աղբյուրները։ Եվ անընդհատ կարելի է մոտիվացնել։ Թե պետք է մի անգամ մոտիվացնել, հետո այդ մոտիվատորը միանում է եւ Սկսում է աշխատել։ Հետաքրքիր բան, ուրեմն Մասլոյի բուրգը, որ արդեն գիտեք, ինքը 5 բան շերտ ունի, որից ի դեպ Մասլոն այդ հնարողը բուրգի կյանքի վերջում ասաց ես սխալ եմ հնարել իմ բուրգը։ ներողություն տվեք։ Հետագայում տեսաբանները ինչ են ասում, որ մարդու մոտիվացիան դինամիկ փոխվում է։ Այսօր ես ուզում եմ գնամ ձյան մեջ խաղամ Սևանում կամ Սաղմոսավանում կամ Արագածում շատ հետաքրքիր գեղեցիկ տաղավար ունեք։ Վաղը ես ուզում եմ, չգիտեմ, նստեմ թե, այսինքն այսօր մեքենա եմ ուզում գնել, վաղը ուզում եմ ծաղիկ աճ, անընդհատ էնել հիմա բոլորիս մոտ այս հեռախոսների պատճառով շատ արագ է փոխում։ Դրա համար լավ ղեկավարը, ենթադրենք ծնողի դեպքում լավ ծնողը, պիտի 24 ժամ հասկանա իր զավակին կամ աշխատակցին եւ կարողանա այդ մոտիվացիային համարժեք քայլեր անել։ Դա սա կարծում ամենամեծ խնդիրն է, որ Փաստորեն հույս կա, որ այդպես էլ կլինի։ Սամվել, դուք ասացիք, որ այդ դասատուի մասին ամեն ինչ պարզ է, ուսուցիչները դասատուները Հայաստանից են, մարդիկ, որ իրեն գիտելիքներ են շռայլում են, Հայաստանից դուրս են։ Ես գիտեմ, որ կան դասատուներ, Սամվելի հետ խոսացել ենք սա, ասեմ, որ սա ինձ թվում է ռեկորդային թվեր են, կան ուսուցիչներ, որոնք որ աշխատելով Հայաստանում բնակվելում ոչ Երևանում ամսական $4000-ից ավելի շատ աշխատավարձ ստացում։ Կան այդպիսի մարդիկ։ Կան այդպիսի։ Այսինքն ինչքան լավ են արել, ինչքան շատ են արել, այդքան գումար ստացում։ Մենք ուսուցիչներ ունենք, որ ես շատ սիրում եմ մեր թիմը, որտեղ մենք մեղվի փեթակ ոնց որ լինենք, մեղվի փեթակ ենք, որտեղ մարդիկ առավոտյան 4-ին արթնանում են, որովհետև ժամերը տարբեր է։ Առավոտյան 4-ին, ասենք մայրիկա 3 երեխա էլ ունի, պատկերացրիք, այսինքն այդ կարգի։ Դպրոցում էլ ուսուցչուհի է 4-ին արթնանում է, մինչև 8-ը դասա տալիս մեր հարթակում, հետո գնում է դպրոց, հետո գալիս է տուն, բայց 9-ին պետքա քնեն, որ կարողանան կամ 8-ին։ Այսինքն մեր թիմը իրոք շատ աշխատասեր եւ ձուլ բան է, այսինքն ֆիլտրվում են, եթե մենք աշխատանքի ենք ընդունում մարդու, որը կարծում է, որ կկարողանար առավոտյան 6-ին օրինակ դաս տալ, բայց չի կարողանում, ինքը ավտոմատ ասում է կներեք ժորդ, ես ուզում էի, բայց իմ մոտ չստացվեց։ Այսինքն մեզ մոտ միայն այդ շուտ արթնացող կազմակերպված շատ տենց ու որակյալ, որտեվ դիմացի աշակերտն էլ էկրանով այնքան դժվար է խաբել մարդուն։ Էկրանը չի այսօրվա դարում դու չես կարող խաբել, եթե ուսուցիչը վատն է, անգամ եթե ֆիլտրով է։ Ուսուցիչը եթե չի տալիս քեզ այդ բերկրանքը սովորելու, երեխաները դա զգում են, առանց բացատրել կարողանալ, ասում են ես չեմ կարողանում այս դասատու հետ աշխատեմ։ Սամվել ջան, մինչև մյուս թեմային անցնենք շատ արագ։ Այն հայ ուսուցիչները, որոնք որ Հայաստանից դասավանդում են, չինացի երեխաներին, չգիտեմ, մեքսիկացի, ամերիկացի, կանադացի եւ այլն աշխարհում, ինչ են ասում, տարբերվում են հայ երեխաները հարավկորեական երեխաներից, չինացի երեխաներ, որտեղ օրինակ մենք կա այդպիսի կարծրատիպ, որ չինացի երեխաները շատ սովորող են։ Ի տարբերություն հայ երեխաների։ Կարծրատիպը ճիշտ է, ես ձեզ օրինակով պատասխանեմ։ Մեզ զանգեց մի կին, Պասադենա քաղաքից չինացի, չինուհիկին, ասում է, որ ես ուզում եմ առավոտյան 5-ին դաս անենք, Ամերիկայում առավոտյան 5-ին, ասում տիկին, գուցե 6-ին, գուցե ձեր երեկոյան 5-ին, ինչ եք ուզում 5-ին, չէ, ասում է, ես բժշկուհի եմ եւ ուզում եմ, որ իմ երեխան hard work-ը, այսինքն ծանր աշխատանքը սովորի մանկուց։
5-ին։ Ուրեմն ունենք 3-4 չինացի, բոլորն էլ այդ ժամերին են ուզում, այսինքն արթնանում են 2 ժամ 10 են անում, կամ եթե իրենք մեկ էլ ասում են, գիտես ինչ, երկշաբթի, չորեքշաբթի ուրբաթ 5-ից 7-ը տանում եմ չմուշկների, հետո առավոտյան, իսկ երեքշաբթի 5-ի, հա, այնտեղ շատ կան այդպես երեխաներ Ամերիկայում դեպ, որ դու տեսնում ես, դու էլ ես այդպեսին դառնում։ Մի խոսքով, այո, տարբերվում են, բայց չինացիների մոտ կա creativity պակաս, ստեղծագործական մտածողության, ինչը մենք բոլ ունենք հայերով։ Եվ եթե ժամանակ մնա, ես մի տեսություն ունեմ, որ այսինքն բազմաթիվ մտքեր ունեմ ինչպես կարելի է Հայաստանը զարգացնել, դրանցից մեկն է, որ ես եթե ժամանակ մնա ձեզ պատմեմ, ինձ թվում է մենք Հայաստանում պետք է ստեղծենք մեծ, ահռելի մեծ ֆիլմ արտադրության եւ մուլտ արտադրության գործարան, եթե կարող եմ դա ասել, որովհետեւ հաշվում եմ ես հիմա, որ այդ մտածողության տարբերությամբ մենք կարող ենք լիքը բան անել։ Այ հա տարբերվում են հա երեխաները ստեղծագործել։ Մեծ ներդրումներ են պետք Հայաստանին այդ ամենի համար։ Երկրորդ ձեր բալիկի մասին խոսենք, որը մաթեմատիկական դպրոց է եւ որ արդեն բացվելու է Հայաստանում եւ դառնալու է միգուցե Հայաստանի այցեքարտերից մեկը։ Հայաստանում արդեն բացվել է, մենք սեպտեմբերին ենք բացել։ Գիտեք, մենք արագ խոսում ենք, դուք էլ թեմային տիրապետում եք, գուցե հերթայթողը չպատկերացնի, տեսեք, քանի որ մենք ունենք հարյուրավոր ուսուցիչներ, այդ ուսուցիչների խմբից ձևավորվեց մաթեմատիկների խումբ, ու մենք ստեղծեցինք մաթեմատիկայի մեր սեփական ծրագիրը։ Մոտավորապես ինչ-որ որ կոչվում է Թումո կենտրոն, այդ ձևի ավելի լավ կպատկերացնեն ձեր ուսուցիչները, մենք ստեղծեցինք մաթեմատիկայի դպրոց, որը իր մեջ բացի ծրագրից ունի բազմաթիվ էլեմենտներ, օրինակ անիմացիաներ, շատ դժվար է, պատկերացրեք, մենք սարքել ենք մոտ 1000 անիմացիա, բոլոր մաթեմատիկական բոլոր թեմաներով, որտեղ երեխեք ուզում են նայեն եւ սովորեն նաեւ վիզուալ, ոչ միայն ուսուցչի պատմելով։ Բոլոր խնդիրները գեղեցիկ ձևավորված են այնպես, որ երեխաները սիրում են այդ խնդիրների նկարները, իրենց հաճելի են, իսկ էսթետիկորեն ճիշտ են։ Եվ բնականաբար շատ լավ մաթեմատիկայի ծրագիր է, որովհետև մենք երեխային տեստ անելուց հետո հասկանում ենք ուր է ինքը եւ 3 մակարդակ ունի, 4-րդն էլ օլիմպիական արդեն մակարդակն է։ Տեսնում ենք, տեստ արեցինք, հասկանում ենք որտեղ է այդ երեխան, ըստ այդմ տանում ենք իրեն առաջ։ Մենք դա բացել ենք Ամերիկայի այսպես շուկայի համար, բայց ինձ այնքան են զանգում, այ հենց հիմա ընկերոջս կնոջ հետ էի մեքենայում, որ մեքենայի ղեկին է, խոսում է իր հետ, իր երեխայի համար, հենց Հայաստանից։ Այնքան մարդիկ մեզ զանգեցին, լավ, մենք պիտի Հայաստանում դպրոց բացենք, որովհետև մեր ֆիզիկական, մինչև դա ամեն ինչ on-line էր, մենք վաղարշյան 12 մեր հասցեն, մոտ է ձեզ, այդպես ասում են ակցերնի շենքի տակ, հա, մոտավորապես այդ մասում բացեցինք ֆիզիկական դպրոց այս տարի սեպտեմբերին եւ շատ մեծ հաջողությամբ ինքը գնում է առաջ, որտեղ երեխաները ուղակի այդ ձեր ասած երջանիկ են, դուք որ մեր Instagram-ում գնում են դպրոց այդտեղ առավոտվանից։ No, հա, ինքը after school, այսինքն դպրոցից հետո ծրագիր է, կներեք ձեր հարցը հիմա ուշադրություն։ Դպրոցից հետո գալիս են մեզ մոտ 2 ժամ մաթեմատիկա սովորելու շաբաթը 2 օր։ Եվ մենք տեսնում ենք ինչ ուրախ են եւ ինչ մեծ աճ ունենք, նույնիսկ սեպտեմբերից մինչեւ հիմա երեխաները աճում են, որովհետեւ մենք մասնագիտացված մաթեմատիկայի դպրոց ենք։ Իսկ եթե երեխան մաթեմատիկայից թույլ է, կարող է ընդունվել, թե կա ինչ-որ level, որտեղից կարելի է գալ ձեր դպրոց։ Տեսեք, երբ որ մենք օրինակ հավաքեցինք 6 երեխան նույն մակարդակի, մենք արդեն այդ խումբը որպես ասենք դու կարող 5-րդ դասարան ես տեստ տվել, բայց դու ընկել ես 4 կամ 6, մենք ըստ մակարդակների, ըստ տեստի արդյունքների իրենց խմբավորում ենք, իհարկե հենց մեր դպրոցի իմաստը նա է, որ երեխան չի սիրում, գա մեզ մոտ սիրում։ Չկա այդպիսի երեխա, որը մաթեմատիկայից թույլ է, ստերեոտիպ գրված է ձեր դպրոցի պատերին։ Ապրեք, որովհետև երեխաները իրենք բնածին մարդիկ, մենք բնածին, եթե մաթեմատիկա չիմանանք, չենք կարողանա ապրել։ Ուղղակի երբ որ երեխան մեկ թեմա չի սովորում, ունեք մի ամիս հիվանդ է, դպրոց չգնաց, կամ տանը ինչ-որ ստրես կա, տատիկն է մացել, մի բան եղել է, որ ինքը մի ամիս կամ 2 ամիս դուրս է մնացել դպրոցական թեմայից, արդեն ինքը գնում է իր համար չինարեն է դարել, էլ չի հասկանում, ասում է հիմա կոտորակներ են արդեն հանում, ինքը գումարումը չգիտի, արդեն հանում են բան, վերջ, իր մոտ այդ ինքը ասում է դե ես նկարիչ դառնամ, նկարիչը հրաշք է, իհարկե թող դառնա, բայց մաթեմատիկա չգիտեմ։ Այդ, հա, պետք էլ չի ինձ, հասկանաս։ Հա, ու սկսում է նեղանալ իր մասնագիտական հնարավորությունները մոտարապես 70-80-90%-ով Սամվել, կան մտքեր կամ գաղափարներ, որ այդ դպրոցը դառնա կրթական նաև համալիր, այսինքն մարդիկ առավոտվա 8-ից երեխաները գան եւ սովորեն թե ոչ թե
Այսինքն մաթեմատիկական ուղղվածության դպրոց։ Գիտեք, ես կարծում եմ, որ մենք փայլուն այդպիսի դպրոցներ ունենք, ինչպես ֆիզմատնա, շիրակացինա, քվանտնա, այդ երեքը որ վստահ գիտեմ, նաև այբնա կարծում եմ, որ լավ համակարգ ունի։ Ես կարծում եմ առաջին քայլով պիտի փորձենք մարզերում ու ես փնտրում եմ ու երկու հովանավոր գտել եմ արդեն, որտեղ ես մենակ եմ եւ ինձ դժվար է ամենտեղ մարզերում բացել։ Առաջին իմ պլանը 3 տարում, եթե կարողանամ, դժվար է խոստանալ ու չանել, ես պիտի փորձեմ մարզերում բացել, որտեղ մարզերում ավելի վատ է վիճակը, քան Երևանում։ Եթե կարողանանք մարզերում գոնե ունենալ լավ մաթեմատիկայի կենտրոններ, դա մեծ ոնց որ խթան կլինի։ Մյուս կետով միգուցե գանք նաև հիմնական դպրոցին տեսնենք։ Մեկ էլ որ ասում եք ունեք ծրագիր, մշակված ծրագիր, որը որ ես տենց եմ հասկանում, որ ոչ միայն կարող է դպրոցից հետո երեխան ուսումնասիրել, այլ կարող է ինչ որ դպրոցում դա ուսումնասիրի որպես մաթեմատիկա առարկա։ Հնարավոր է օրինակ ինչ որ դպրոց հետաքրքրվի ձեր ծրագրով կամ նախարարությունը մեր սիրելի բոլոր տարերով հետաքրքրվի ու ասի Սամվել, մենք ուզում ենք գնել կամ ինչպես է դա արվում, դուք վաճառում եք դա, օգնում եք, տեղադրում եք, հնարավոր է թե չէ եւ օրինակ կարեւոր է ձեր համար դա թե ոչ։ Թե դա ձերն է եւ մենք մենակ մեր մոտ ենք։ Ես շատ կուզեի ուղղակի այդպիսի պատասխանատվությունը ամբողջ հանրապետությանը տալ մաթեմատիկայի դպրոց մի քիչ մեծ է, բայց կարծում եմ եթե մեր կրթության նախարարությանը կամ որևէ մեկին հետաքրքրի ինձ օրինակ զանգել է Իրկուտսկի հայրի ձեր հաղորդմանը հյուրներից Իրկուտսկի, Մոսկվայից, մի տղա Սինգապուրից, այսինքն այո, մեր ծրագիրը շատ լավն է, բայց այդպիսի մասշտաբայնության դեպքում, ասենք ես 30,000 աշակերտման, պիտի մի քիչ ավելի մտածված անենք, որպեսզի հանկարծ պետական կրթական ծրագրի հետ հանկարծ չխոչընդոտի, բայց կարծում եմ, որ տեսականորեն այո։ Ես կուզեի, որ մենք այդպիսի երկիր լինենք, որտեղ ոչ թե ես, այլ մեր երկրի կառավարումը շատ էլեկտրոնային արագ լիներ, ոնց որ Էստոնիայում օրինակ, կամ շատ երկրներ կան, որ արագ է կատարվում, միգուցե ստացվի անել Հայաստանում, ես ուրախ կլինեի, ես կարող եմ դա անել, բայց ինձ իհարկե մեծ թիմ է պետք, պետական թիմ եւ թևեր։ Երկու թև։ Սամվել, ասացիք, որ ունեք երազանք եւ ունեք գաղափարներ, թե ինչպես կարելի է փոխել Հայաստանը։ Տեսեք, դե միշտ այս մասին խոսում ենք, իդեպ հենց ձեր հաղորդմանն ես ռադիովանում էի ամիսներ առաջ, շատ հետաքրքիր երկրներ կան, օրինակ Իռլանդիան, օրինակ Ուզբեկիստանը, որոնք զարգանում են հիմա, սրընթաց են զարգանում ու հետաքրքիր բան է նրանց միավորում, որ ոչ ոքի մոտ չկա ստանդարտ ճանապարհ, այսինքն միավորողը նա է, որ երկրների զարգացումը դա ստանդարտից դուրս է, այսինքն ամեն երկիր գտնում է իր ոճը, իր ճանապարհը։ Ես մտածում եմ, որ օրինակ ես վերջերս այս միտքը գալիս է, որ տեսեք, հաշվել եմ, Ճապոնիայում 50,000 հոգի ներգրաված է անիմացիոն ինդուստրիայի մեջ։ 5,000 անիմատոր ունեն, հենց նկարող, եւ մնացած 45,000-ը սցենարիստ, պրոդյուսեր եւ այլն։ Տեսեք, այդ 50,000-ով իրանք ստեղծում են 25 միլիարդ դոլարի արդյունք։ Այսինքն Հայաստանում մենք կարողանում ենք կարծեմ մեր հնան 19 միլիարդ է եւ աշխատում է կարծեմ 1.5 միլիոն մարդ, հա, մոտարապես կարող թվերի մեջ սխալներ անեմ, բայց մոտավոր թիվը դա է։ Փաստորեն ստացվում է 19 միլիարդ շատ ասեցիք, քիչ, բայց մեր հնան այդքան չի, չէ։ Բյուջեն 7 միլիարդ է մեր կարծեմ։ Հնան կարող է։ Հնան 19 պետք է լինի։ Հիմա տեսեք, պարզվում է, ստացվում է, որ 50,000 ճապոնացին այնքան էֆեկտիվ է, ինչքան 1.5 միլիոն հայ է։ Տեսեք, մենք միշտ ասում ենք, մենք ավելի խելոք ենք, մենք ավելի այո, մենք հետաքրքիր ազգ ենք։ Եթե օրինակ մենք կարողանանք ստեղծել մուլտ արտադրության, հենց մուլտ արտադրության, ինչի, որովհետև դերասան պետք չի, հասկանում եք, անդադ կարելի է վաճառել, հետո մուլտ հերոսների գումարը, որպեսզի ձեր հերոսատողը պատկերացնի, երբ որ դու ստեղծում ես հաջող մուլտ, այդ մուլտի տիկնիկը ավելի շատ գումար կարող է քեզ բերի, քան մուլտը ինքը, օրինակ, հա, Մեսի մայկաները ավելի շապիկները ավելի շատ գումար են մի պրոդուկտ է, որը արտահանման է ենթակա։ Դե հենց արտահանման մասին եմ խոսում։ Դուք մուլտը արտադրեցիք, մենք վաճառեցինք Netflix-ին կամ եւ այլն Amazon-ին, այդ գումարը եկավ Հայաստան։ Իմ կարծիքով Հայաստանը կարող է ունենալ ծրագիր, թեկուզ պետք չի բարձր Ճապոնիային հասնել դժվար կլինի, բայց օրինակ եթե մենք ունենանք 100 անգամ ավելի փոքր
ինդուստրիական ճապոնիան է, բայց մենք ինչ ունենք, ինչ են մտածում։ Մենք ունենք հետաքրքիր լեգենդներ, առասպելներ, հեքիաթներ, զանգեր, սկսած Քաջ Նազարից, ես մի անգամ ընկերոջս հետ նկարել ենք Snoop Doggy գլուխը փոխել ենք Քաջ Նազարով, տենց ոսկիներով բան, այսինքն եթե կարողանաս ստեղծես այդ հետաքրքիր բոլոր կերպարները անբան հուրին մեր հիմիկվա, ասենք այդ աղջիկներն են, չէ, գլամուր բան։ Այսինքն եթե դու կարողանաս ստեղծել այդ կերպարներին իրենցով սարքել սերիալներ եւ այդ սերիալները անգլերենով վաճառել, ինչ եմ մտածում որ այդ մեզ կօգնի, որտեղ օրինակ Ամերիկան մի անգամից 1 միլիոն հայ կսկսին նայել, ահա Netflix-ում կբարձրանա որ օ, այս սերիալը հայկական ինչ-որ մուլտ է, որ 1 միլիոն հոգի նայում է, ուրեմն դարձնենք իրեն առաջին պլան բերենք, առաջ, չէ, հենց մի անգամից անգլերենով պիտի արտադրել։ Հայաստանում արտադրել մուլտեր, դրա համար պետական աջակցության ծրագիր է պետք։ Տեսեք, որտեղից որտեղ հասանք, մաթեմատիկայից միջև մուլտեր, 2 մմ, թեթե, այո, բայց այսինքն պետք է երազել եւ կարողանալ աշխատել այդ երազանքների ուղղությամբ։ Ես այսօր գիտեք առավոտյան ինչի մասին եմ մտածում։ Տեսեք, մենք խոսեցինք Ճապոնիայի մասին, Ճապոնիան այդ սրընթացի զարգացումը սկսեց երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, որտեղ որ ջախջախիչ պարտություն էր կրել, եւ ես այսօր հաշվարկել եմ, որ ես ծնվելով բարձր որ ես այստեղ տաղավարում գտնվող ամենը ծերուկն եմ, ես ծնվել եմ համաշխարհային պատերազմը ավարտվելուց հետո տասնյակ տարիներ հետո, բայց առաջին Արցախյան պատերազմում հաղթելուց հետո ես ապրել եմ ել ավելի շատ։ Հասկանում եք, որովհետև մեզ թվում է, որ այս մեր ժամանակաշրջանը այսօր մեզ ավելի մոտիկ է, բայց որ դու հետ ես հանում ու մաթեմատիկա մի քիչ գիտես 1973-ից հանում ես 1945, հասկանում ես, որ վաու, լնայեք ընդեր քանի տարի անց է ու ինչքան է հիմա անց է, բայց այդ սրընթացը դեռ ցավոք սրտի մենք Լավ, հուսանք որ Սամվել Հովհաննիսյանի նման մարդկանց շնորհիվ ինչ որ բան կփոխվի մեր ուղեղներում, կավելանա մեր մոտիվացիան, մեր երեխաների մոտիվացիան, մեր կառավարության մոտիվացիան, մեր ազգի մոտիվացիան եւ կունենանք ել ավելի պայծառ ապագա։ Շնորհակալություն Սամվել։ Շնորհակալություն։ Մենք գնանք եւ լսենք երաժշտություն։ Մնացեք մեզ հետ երաժշտություն շանթի եթերում։